Սիրելի քույրեր և եղբայրներ, այս գիրքը ծնվել է Սուրբ Հոգու ներշնչմամբ և իմ սրտի խոնարհ ցանկությամբ փառաբանելու Հայր Աստծուն, Հիսուս Քրիստոսին և Սուրբ Հոգուն։ Իմ միակ նպատակն է, որ յուրաքանչյուր ունկնդիր զգա Սուրբ Հոգու ներկայությունը և Հիսուսի սերը իր կյանքում։ Թող այս գիրքը լինի ձեզ համար հոգևոր ուղեցույց, խաղաղության և հույսի աղբյուր, ուխտի նշան և Սուրբ Հոգու լուսավորություն, ինչպես այն լուսավորում է իմ սիրտը։ Փառք ու պատիվ Աստծուն այժմ և հավիտյան։ Զոյա Ասլանյան կամ Զոյա Ղարիբյան Աստվածային քո սուրբ գրքում։ Զգաստ եղիր լսելու մեջ։ Եթե մեկը դուրդ է թակել, տունդ է եկել և ուզում է հետդ խոսել, զգաստ եղիր լսելու մեջ, թե ինչ թեմայից է ուզում հետդ խոսել և ինչ նպատակ ունի այդ խոսակցությունը։ Եթե եկել է բամբասանքի համար, փակիր դուռդ, որ դու էլ չթունավորվես, փակիր դուռդ, որ դու էլ չվնասվես, քանի որ եթե միանաս այդ բամբասանքին, նաև դու կթունավորվես, թե նա եկել է ուրիշի համար, նորից փակիր դուռդ, որ լինես պաշտպանը քո ընկերոջ, չարի զենքին, նաև մտքին և չար գործին եղիր տեղյակ, եղիր Աստծո խոսքին գիտակ, խոսքն ասում է՝ մի բամբասիր և քո կյանքը մի թունավորիր։ Ամեն։ Սուրբ Հոգի։ Սուրբ Հոգի, Հոգի Աստվածային, Հոգի մխիթարության և օգնության, քեզանով ենք մենք ծնվում, սնվում և հոգևոր հասակ առնում։ Դու ես մեզ ազատում, պարգևներ մեզ պարգևում և նոր կյանքի ես մեզ կոչում։ Սուրբ Հոգի, Հոգի Աստվածային, քանդում ես մեր կապանքները, բժշկում մեր վերքերը, շնորհք բաժանում, կյանքի կոչում և մեզ Աստծո որդի դարձնում։ Սուրբ Հոգի, Հոգի Աստվածային, արցունք սրբող, հրաշք գործող, մեռածներին կենդանացնող, վերստին ծնող և մեզ սիրող, Աստծու Հոգի, Սուրբ Հոգի, Աստծու Հոգի, Նուրբ Հոգի, Աստծու Հոգի, Լույսի Հոգի, Աստծու Հոգի, Հույսի Հոգի, Աստծու Հոգի, Զորության Հոգի, Աստծու Հոգի, Բարության Հոգի, Աստծու Հոգի, Գթության Հոգի, Աստծու Հոգի, Խաղաղության Հոգի, Աստծու Հոգի, Խոսքի Հոգի, Աստծու Հոգի, Սիրո Հոգի։ Ամեն։ Օծումը Սուրբ Հոգին է։ Օծումը մաքրում է, օծումը պահպանում, օծումը քանդում է կապանքները, օծումը վերականգնում միաբանությունը, օծումը զորացնում է տկարին, օծումը առողջացնում հիվանդին, օծումը հաղթում է մեղքին, օծումը ջնջում անցյալի հետքերը, օծումը լվանում է, օծումը սրբում, օծումը հաղթում է դևերին, օծումը կենդանացնում մեռած մարմինը, օծումը Սուրբ Հոգին է։ Ամեն։ Աստվածային կանչն Արարատին։ Տերն ասաց. «Դրոշակ բարձրացրեք երկրի մեջ, փող հնչեցրեք ազգերի մեջ, նրա դեմ պատրաստեցեք ազգերին, հրավիրեցեք նրա դեմ Արարատի, Մինիի և Ասքանազի թագավորություններին, որ իմ կամքը երկրի մեջ կատարվի»։ Ասի. Տեր, ու՞ր է Արարատի թագավորությունը, չկա այլևս, մնացել է մի փոքրիկ տարածք,
այն էլ թշնամին իր ձեռքն է վրան դրել։ Տերն ասաց. Արարատը մեծ է, մեծ էլ կմնա։ Ես այնտեղ ծնեցի հոգևոր մարդկանց, որոնք ողջ տիեզերքն են ողողել։ Ես Արարատին չեմ մոռացել ու չեմ էլ մոռանա, ինչպես որ մայրը իր մանուկին չի մոռանա։ Իմ ողջ ծրագիրը իրենով եմ գործի դրել։ Արարատը տվել է հավատքի քաջեր, Արարատը տվել է հավատքի աղջիկներ, Արարատը տվել է հավատքի հսկաներ և կատարել է հավատքի զորավոր գործեր։ Ես Աստված եմ և մարդ չեմ փոխի միտքն իմ։ Ամեն ինչ Արարատով եմ ստեղծել, Արարատով էլ կվերջացնեմ։ Արարատն է առաջնեկը իմ ստեղծագործության, Արարատն է հավատքի հիմքը մարդկության, Արարատն է խոստացած լեռը, որ իջավ նաև Նոյան տապանը, Արարատն է փրկության խարիսխը իմ և մարդկության։ Կանչեցեք Արարատի, Մինիի և Ասքանազի թագավորություններին, որ իմ աստվածային դատը անեն աշխարհին։ Ամեն։ Տիրոջն է պատկանում Հայաստանը։ Տերն ասում է. արդյոք ես չունեմ երկրի վրա մի տեղ, որին ոտքերը դնեմ ու հանգստանամ, կամ իմ ստեղծած երկրի մեջ ցանկություններ սիրականացնեմ։ Բաժին եք անում իմ երկիրը և ձեզ համար նոր սահմաններ գծում, այն սահմանները, որ ձեր հայրերն էին գծել, ասել էի տեղից չշարժեք։ Լսեք մարդիկ խոսքերս աստվածային, որ խոստում եմ տվել ես հային, արարելով երկիրն Հայաստանի։ Տիրոջն է պատկանում Հայաստանը, թող ոչ ոք այն չբաժանի։ Տիրոջն է պատկանում Հայաստանը, թող ոչ ոք այն չխլի։ Տիրոջն է պատկանում Հայաստանը, ինքն է առաջին մարդուն այնտեղ արարել, խաղողի վազն առաջին այնտեղ է տնկել, իր ստեղծագործության սկիզբն է եղել։ Տիրոջն է պատկանում Հայաստանը, Եդեմն այնտեղ է հաստատվել, Ադամի սերունդը այնտեղ է մեծացել։ Տիրոջն է պատկանում Հայաստանը, Նոյը այնտեղ է իջել, աշխարհի մարդկանց համար փարոս է դարձել, Տիրոջ նոր ուխտի խոստումը այնտեղ է գրվել։ Տիրոջն է պատկանում Հայաստանը, եթե մեկը ցանկանա հային վնասել, Տիրոջ աչքի բիբին է ուրեմն կպել։ Տիրոջն է պատկանում Հայաստանը, այնտեղ են ծնվել Լուսավորիչը, Մաշտոցը, Նարեկացին, Կոմիտասը ու շատ քաջ զինվորներ և սիրասուն աղջիկներ են ծնվել։ Տիրոջ մեծ երազանքն իրականացրել, հներն են գնացել, նորերը եկել, Տիրոջ կամքն ու պատվերը երկրի վրա կատարել։ Տիրոջն է պատկանում Հայաստանը, այնտեղ ոչ մի պիղծ ու ագահ ոտք չպիտի դնի և Տիրոջ ընտրյալ հողն ավերի։ Տիրոջն է պատկանում Հայաստանը, աստվածային սիրո բնօրրանը։ Ամեն։ Հայ հսկաները։ Հայ հսկաները կարծես քարեր են դարձել, հայկական լեռնաշխարհի գլխին են թառել։ Ամեն մի ժայռ մի հսկա է եղել, և հայոց աշխարհն է նա պաշտպանել։ Քարե ամրոցներ են շինել հայերը, քարե պարսպով պատել շուրջ բոլորը, որ երբեք թշնամին ներս չսողոսկի և իր չար գործով Հայաստանն ավերի։ Քարե բարձունքներ են շինել հայերը, քարե արձաններ են կերտել հայերը, քարերի վրա են գրել հայերը,
քարի վրա են քանդակել հայերը, քարից խաչեր են ասեղնագործել և այդ խաչերով Հայաստան լցրել։ Այդ հսկա քարերը հիմա խաչեր են դարձել, հայոց աշխարհում հավատքի դռներ են բացել։ Ամեն մի կերտած քար խաչի է վերածվել, զոհված մի հայի կերպար է դարձել։ Հիսուսն էլ ասաց, եթե մարդը լռի, քարերը կաղաղակեն։ Հայաստան աշխարհում մարդկանց փոխարեն քարերն են խոսում։ Ամեն մի հայ իր նախնիների քաջանցյալն է լսում, ամեն մի խաչքար իր վրա արած գործն է պատմում, Հիսուսի արած փրկության գործն ավետում։ Աշխարհիս համար խաչքարերով Հայաստանը դարձել է Աստծո հավատքի բուրաստանը։ Ամեն։ Հին ու նոր նոյերը նվիրում եմ թոռնիկիս Նոյին։ Մեր Նոյը ծնվեց, ու մեր սրտերը ուրախությամբ լցվեցին։ Ծովը ծափ տվեց, արևը լուսավորվեց, երգեց ծիտը ծառին նստած, ավետեց աղավնին ճյուղը բերած, ցնծաց երկինքը ծիածան կապած, աստվածային սիրտն ուրախությամբ էր լցված։ Իր ստեղծած մարդն էր հնազանդված, ենթարկվել էր Աստծո խոսքին, մտնելով մեջը տապանի, հասավ փեշերն Արարատի, որ լույս լինի նոր հավատքի։ Օրհնեց Տերը Նոյին, սիրեց Տերը Նոյին, մարդկային ցեղը շարունակողին։ Աստվածային սրտի ցանկությունը կատարվեց, Արարատի փեշերը զարդարվեց, երկնքում ծիածան իր կամարը կապեց, մարդկային կյանքը վերածնվեց։ Դրախտային Հայաստանն անվանվեց, քրիստոնեության երկիր նաև կոչվեց, մարդկային ցեղն է շարունակվում, նոր սերունդ ու բազում նոյեր են ծնվում, Տիրոջ ծրագիրը իրագործվում։ Ծնվեց նաև իմ Նոյը, մարդկային ցեղի շարունակողը, Տիրոջ աջը քեզ պահապան, Տիրոջ հոգին քեզ օգնական, լինես անվանդ դու պատվական, Աստվածային ծրագրին դու օգնական։ Ամեն։ Ժոռա և Թագուհի նվիրում եմ տղայիս և հարսիս։ Ժոռա, դու իմ բարի տղա, ժայռի պես ամուր կանգնած, լեռների պես անսասան, գնում ես դու քաջ ու անվախ, մեր Աստծուն վստահած։ Թագուհի ես դու սիրունիկ, թագը գլխիդ դու դրած, թիկունքն ես դու քո ամուսնու, նրա ողից ստեղծված։ Օրհնում եմ ես ձեր երկուսին, լինեք սիրով ու երջանիկ, լինեք ուրախ և նվիրված, Աստծո սիրով ստեղծված։ Ժոռա, դու իմ տղա, իմաստուն լինես դու միշտ կյանքում, քո ոտքերին ամուր կանգնած, բարձրունքները դու նվաճես, վերև ելնես միշտ հաղթական, լինես սիրող ու պատվական։ Իմ Թագուհի, խոնար աղջիկ, փառքի պսակ լինի գլխիդ, երջանկության խոսքը մտքիդ, ամուսնական սերը սրտիդ, կյանքի լույսը ընտանիքիդ, աստվածային սեր վայելեք, նրա կամքով առաջնորդվեք, Աստծո լույսը ձեզ առաջնորդ, նրա հույսը ձեզ ապավեն, սիրով լցվեք, սիրով շնչեք, սիրով ամեն ինչ կյանքի կոչեք, Աստծո օրհնությունը ձեզ հետ։ Ամեն։ Սիրով վարվել։ Մահից առաջ պետք է սիրել, նրա լավ գործը գնահատել, սիրով վարվել, սիրով գրկել, վատ խոսքերից հրաժարվել։ Մահից հետո նա չի տեսնում, ծաղիկների բույր չի առնում, լավ խոսքերը նա չի լսում, քո գրկելը էլ չի զգում։